Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում Նորոն հազիվ հավաքելով իր ցրված մտքերն ու ուժասպառ մարմինը մտնում է Ալինայի ննջասենյակ, նրա քայլերը ծանր են, իսկ սրտի զարկերը արագ ու անհանգիստ, բայց այդ պահին նա պարզապես չի կարող թույլ տալ իրեն կոտրվել, չի կարող թույլ տալ, որ քույրը տեսնի իր ցավը, խոսում է հանգիստ, համբերատար, կարծես ամեն ինչ վերահսկողության տակ է, ասում է, որ բուժումը երկարատև է լինելու, բայց ամեն բան կարգին է, թեև ներսում նրա ամբողջ էությունը գոռում է, կուլ է տալիս արցունքները հանուն Ալինայի, նրա ամբողջ մարմինը կծկվում է ցավից ու անզորությունից, բայց նա դիմանում է, այս պահին Նորոն ու Էլիզը ապրում են կյանքից դուրս մի իրականության մեջ, այդ իրականության անունն է անվերջ անհանգստություն, անվերջ կասկած ու անվերջ ներքին վեճ, Էլիզի անհավասարակշիռ, երբեմն էլ անզուսպ քայլերը բոլորին տարել են փակուղի, իսկ հիմա այս ամենի մթնոլորտում Էլիզը փորձում է Նորոյի հետ խոսել, փորձելով հասկանալ, թե ինչ կլինի, եթե մի օր Արշակը բացահայտի ճշմարտությունը, եթե իմանա, թե ովքեր են իրենք իրականում, բայց Նորոն այլևս ոչ մի բանից չի վախենում, նա ասում է, որ իր միակ մտահոգությունը Ալինայի ապաքինումն է, ոչ Արշակի ուժը, ոչ ճշմարտության բացահայտման վախը չեն կարող կշռել իր միակ նպատակին՝ փրկել քրոջ կյանքը։ Մինչ Էլիզը ու Նորոն իրենց աշխարհում պայքարում են ցավի դեմ, Մագդան վերադառնում է տուն խառնված զգացմունքներով։ Նրա հոգում ոչ միայն ցավ ու հարցեր են, այլև խոր հիասթափություն։ Նա պատմում է Արշակին ամեն ինչ, իր տեսածը, զգացածը։ Ասում է, որ տեսել է Նորոյին, Էդոյին ու Էլիզին միասին, որ նրանց միջև ջերմություն կա, վստահություն, մտերմություն։ Արշակն ապշում է, նրա համար այս պատմությունը լրիվ նոր չափեր է ստանում։ Ինչպես կարող է պատահել, որ այդքան մոտ մարդիկ իրար ճանաչում են, սերտ կապեր ունեն, իսկ ինքը որևէ բան չի նկատել։ Ամենաանհավատալի պահը Էդոյի լռությունն է։ Էդոն, ում ընտանիքին Արշակը վստահել է տարիներով, հիմա պահում է կարևոր ինֆորմացիա նրանից, իսկ Մագդան լի է ցասումով, նա հայտարարում է, որ կպատժի Նորոյին, ոչ այլևս որպես սիրահարված աղջիկ, այլ որպես սեփական արժանապատվությունը պաշտպանող կին, նրա սիրտը հիասթափված է և երդվում է, որ այլևս երբեք չի ներելու Նորոյին, այդ ճակատագիրը նոր անակնկալ է պատրաստել։ Հաջորդ օրը Էլիզը դեռ լի սրտով ու կասկածներով գնում է մոր գերեզմանին, նրա հոգին կեղեքված է, նա գալիս է այնտեղ ասելու, պատմելու, բողոքելու, գուցե նաև ներողություն խնդրելու, բայց այդ պահի լռությունը երկար չի տևում, Արշակը ձեռքին ծաղկեփունջ նույնպես գալիս է այցելելու Շուշանի գերեզմանին, նա պատրաստվում է աղոթել, լռել, հիշել, բայց այն, ինչ տեսնում է, սառեցնում է նրա քայլերը, նա տեսնում է Էլիզին հենց Շուշանի շիրմաքարի առաջ նստած։ Սրտի խորքից ծնվում են միանգամից հարյուրավոր հարցեր, ինչ կապ ունի այս աղջիկը Շուշանի հետ, ինչու է նա այստեղ, ինչու է լուռ կանգնած լի արցունքով, և երբ Արշակը մոտենում է նրան, նրա հայացքը մթնում է, նա արդեն հասկանում է, սա պատահականություն չէ, սա մի բացվող գաղտնիք է, որի վրա շուտով լույս է սփռվելու։ Իսկ Էլիզը զգալով, որ բացահայտման պահը եկել է, ուճապի է մատնվում, նրա սրտի զարկերը արագանում են, ձեռքերն անհանգիստ են, շուրթերը կիսաբաց, նա չի կարողանում պատասխանել Արշակի հարցերին, բայց ճշմարտության բացահայտումն արդեն շատ մոտ է։ Հարգելի հետևորդներ, արդյոք Էլիզը Արշակին կասի, որ ինքը Շուշանի դուստրն է, գրեք մեկնաբանություն։